Ռուսաստանը միայն ուղղորդում է Փաշինյանին։ Ինձ ուղղորդում է հայ ժողովուրդը։ Չծիծաղեք, բայց այս դարակազմիկ մտքի հեղինակը ռուսաստանցի օլիգարխ Կալուգայի Սամոն է։ Մարդ, ով իր ողջ բիզնես գործունեությունը ծավալել է Ռուսաստանում։ Մարդ, ով առ այսօր ունի Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն։ Հայերեն նորմալ չի կարողանում հաղորդակցվել ոչ ինքը, ոչ էլ երեխաները։ Եվ վերջապես մարդ, ում ընտրությունների մասնակցության համար օրերս անձամբ միջնորդել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, բայց մերժվել։ Нам очень хотелось, чтобы все эти политические партии в политике смогли принять участие в этой внутриполитической работе в ходе выборов. Некоторые, я знаю, находятся в местах лишения свободы, несмотря на то, что у них паспорт российский есть. Это ваше решение, мы не вмешиваемся, но хотелось бы, чтобы они все могли, во всяком случае, принять участие в этой внутриполитической работе. У нас предстоят парламентские выборы, это выборы депутатов, и по итогам этих выборов, и это фактически де-факто, и выборы премьер-министра. И я хотел обратить ваше внимание, что в этих выборах могут принять участие те граждане, только имеют исключительно армянский паспорт. То есть, со всем уважением, люди с российским паспортом, согласно Конституции Республики Армения, они не могут быть ни կանդիդատами в депутаты, ни կանդիդատами в պրեմիեր-մինիստրը։ Սամվել Կարապետյանը հայտարարում է, որ ինքը Ռուսաստանից չի ուղղորդվում, բայց ռուսական ոչ այնքան ազատ մամուլը ողողված է իր PR-ով։ Կարապետյանն ասում է, իրեն Ռուսաստանը չի ուղղորդում, բայց իր թիմն օրինակ չի հավանում ձեռք բերված խաղաղությունը, որովհետև Ռուսաստանը դրա երաշխավորը չէ։ Իր արտաբերած մեկ նախադասության հաջորդ սենսացիոն բառը ժողովուրդն է։ Սամվել Կարապետյանը հանկարծ ժողովրդին է հիշել։ Ռուսաստանցի օլիգարխի ողջ թիմը քաղաքական դաշտ մուտք գործելուց վեր խոսում է միայն պաշտոն ստանալու ցանկության մասին, բայց ոչ ժողովրդի։ Ընտանիքի անդամներն էլ այնքան անհամեստ են, որ հիմիկվանից պապային վարչապետ են հռչակում։ Սամվել Կարապետյանը ժողովրդից է խոսում, իսկ իր համակիրները իրենց իսկ կողմից գնվող քաղաքացիներին ժեղ, բոշաշ, ունու շանգյալ են անվանում։ Այս ժողովուրդն է ուղղորդում Կարապետյանին, իսկ ինքն էլ այնքան լավ տղա է, որ իբրև թե Ռուսաստանից ուղղորդվող Փաշինյանի դեմ է դուրս եկել։ Դուք պատկերացնում եք Ռուսաստանում բիզնես գործունեություն ծավալող մարդու ճակատագիրը, որը հանկարծ կհամարձակվի դուրս գալ ղեկավարի ցանկության դեմ։ Եվ պատահական չէ, որ կրկեսը 15 տարի անց վերանորոգեցին։ Առաջինն էլ կարծես հենց իրենք են բեմ բարձրացել ու մինչև ընտրությունների ավարտը հավանաբար չեն էլ իջնի։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։